Հրապարակ թերթը գրում է 3 Սյունիքը մեծ հաշվով մերժեց Նիկոլ Փաշինյանին, որը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց Հայաստանի հարավից։ Սյունիքի համայնքներում Փաշինյանի քարոզչական թիմը խայտառակ ընդունելության է արժանացել։ Հիմնականում պարտադրանքով բերված համայնքապետարանի դպրոցների աշխատակիցներն են եղել հանդիպումներին։ Իսկ տեղ համայնքում առհասարակ ամենախայտառակ պատկերն է գրանցվել։ Չնայած համայնքապետ Ուլունցը եւ նրա քեռի Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ամեն ինչ արել են, որ գյուղացիներին բերեն գյուղամեջ Փաշինյանի հետ հանդիպման, բայց չի ստացվել։ Այդ փաստը գազազացրել է Նիկոլ Փաշինյանին, նա ստիպված է եղել մի քանի դպրոցականի առջև ելույթ ունենալ ու հեռանալ։ Ի դեպ Դավիթ Ուլունցն ամբողջ գյուղում ազատ պատ չի թողել, բոլոր պաստառապատել է քաղաքացիական պայմանագրի պլակատներով, բայց միևնույն է վիճակը դրանից չի փոխվել։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանը 3 վերջնականապես բացեց խաղաքարտերը եւ Խնձորեսկում դիմավորելով քարոզարշավի մեկնած Նիկոլ Փաշինյանին ու խոնարհվելով նրա առաջ փարատեց բոլոր կասկածներն ու պատասխանեց հարցին. ինքն աշխատելու է, թե ոչ քաղաքացիական պայմանագրի օգտին։ Երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Արուշանյանի դեպքում այլևս կասկած չկա, որ նա ամբողջությամբ անցել է քաղաքացիական պայմանագրի շարքերը եւ ընտրություններին էլ աշխատելու է իշխանության համար։ Ինչ վերաբերում է Քաջարյանի համայնքապետ Մամբել Փարամազյանին, չնայած նա որոշ ընդդիմադիր շրջանակների խոստացել է, որ նրանց համար է աշխատելու, սակայն ԿՊԱ-ականների շրջանակներից վստահեցրել են, որ Փարամազյանն իրենց վերահսկողության տակ է, չի կարող իրենց գլխից թռնել, քանի որ նրա գլխին քրեական գործեր կան կախված ու եթե միջև այս պահն ազատության մեջ է, միայն այն բանի շնորհիվ, որ իրենց պետք է։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. մինչ Իրաքի մարզը շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, Կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը միլիոնավոր դրամներ է ուղղել մեկ համերգային ծրագրի կազմակերպմանը կառավարության պատվերով։ Թերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միայն Gravity Production ընկերությունը ստացել է 242 միլիոն 134 հազար դրամ դրամաշնորհ, իսկ ֆինանսական հաշվետվության փաստաթուղթը հրապարակված է դատարկ, չլարացված վիճակում։ Այս գումարը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 620 հազար դոլար։ Ըստ պաշտոնական տվյալների, այս ընկերությունը գրանցված է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, սակայն ընկերությունը Գյումրիում կազմակերպել է շուրջ 4000 մարդու համար նախատեսված երաժշտական կամուրջ խորագրով համերգը նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանը։ Թերթը տեղեկացել է նաև, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին տրամադրվել է 150 միլիոն 763 հազար 700 դրամ դրամաշնորհ։ Այսպիսով միայն հայտնի դարձած ֆինանսավորումների հանրագումարը մոտենում է կես միլիարդ դրամին։ Եվ սա այն պայմաններում, երբ Շիրակի մարզը տարիներ շարունակ համարվում է Հայաստանի սոցիալ-տնտեսական ամենածանր վիճակում գտնվող մարզերից մեկը։ Աղքատության ցուցանիշն այս մարզում 43% է, իսկ ծայրահեղ աղքատությունը 4%։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Փաշինյանն ափերից դուրս է եկել իրեն ուղղված կոշտ գնահատականներից եւ դեռ ասուլիսի ժամանակ եթեր մտավ ու հայտարարեց, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին։ Քաղաքացիական պայմանագրում ասուլիսից հետո համատարած մանտրաշ վիճակ է եղել։ Ամիսներ շարունակ քաղաքացիական պայմանագիրը Սամվել Կարապետյանին ներկայացնում էր որպես չխոսքան արհեստական բանականության հույսին մնացած առաջնորդ, մինչդեռ ասուլիսում նրա հայտարարությունները հակառակ տպավորությունը թողեցին։ Գրում է թերթը։